Ես թքած ունեմ այս օֆիսի վրա էլ քո փողերի վրա էլ։ Ես ինձ ինչ հիշում եմ, կոտորում եմ, ասում եմ Արմոյին այդքան երես մի տուր։ Այդքան մի վստահի, այդքան կարևոր թղթեր դրա անունով մի արա։ Բայց ես ինչքան շատ եմ խոսում, այդքան դու ավելի հակառակն ես անում։ Ինչքան մտածում եմ, ինչքան գլուխ եմ ջարդում, քո արածների իմաստը չեմ հասկանում։ Ինչ ես կռվում հետս, հա? Դու մոռանում ես, թե մենք ինչ անօրինական գործարքների մեջ ենք։ Հասկացի այ տղա, այնտեղ ոչ ես ուզում եմ իմ անունը լինի, ոչ էլ առավել ևս քո անունը։ Դու քեզ թվում է ես հենց այնպես հա քեզ կզոհեմ։ Բա Արմոն ո՞նց է համաձայնվել, հա? Իմ ու քո սիրուն աչքերի համար, թե տեղի ինչ-որ բան ես խոստացել, կամ էլ ինչ-որ մեկին ես խոստացել։ Ինչեր ես խոսում այ տղա։ Էն ինչ կա։ Դու էլ լավ գիտես, որ Արմոն թացտեղ պարկող չի։ Այն, որ Արմոյի ինքնավստահություն այսօր երկինք է հասել, ու լեզուն էլ մի քանի մետր երկարել է։ Այդ մենակ քո պատճառով է։ Միակ մեղավորը դրա դու ես, պապա։ Որովհետև քո սև գործերը անելու համար դու աղջկատ ես խոստացել Արմոյին, այդքան բան։ Դու ձեռքերդ ծալած հանգիստ նստել ես, ու նայում ես տենաս, թե ոնց է աղջիկդ դժբախտանում, ու քո համար մեկա, որ Նարեն Արմոյին չի սիրում։ Դու լավ գիտես այդ ամեն ինչը, ուղղակի ձեն չես անում, որովհետև քեզ ձեռ չի տալիս։ Դու աղջկատ չես ամուսնացնում Արմոյի հետ, դու գործարք ես կնքում, դու ծախում ես աղջկատ։ Լակոտ։ Լեզուդ կկոտրեմ։ Երբ իմ մոտից դուրս եկար, ինձ թվաց, որ հասկացել ենք իրար։ Բայց պարզվում է, մեր խոսակցությունները սխալ ազդեցություն են թողել քեզ վրա։ Չէ, սխալ ազդեցություն չեն թողել։ Ուղղակի ես շատ լավ հասկանում եմ, որ ինչքան խաբում եմ, այնքան ավելի եմ խրվում այս ստերի մեջ։ Ինչ է լինելու, եթե ես մի քանի օր էլ հետաձգեցի ու պարկեցի հիվանդանոց, կասես։ Ոչ մի բան։ Ընդամենը իմ տանջանքները մի քանի օր հետաձգելու եմ։ Ու ես վստահ եմ, որ Արմոնը արդեն նոր պլան ունի մտածած։ 1000 անգամ ինձ զանգել է, չեմ պատասխանել։ Ինչ ես պատրաստվում անել։ Ուղղակի կգնամ տուն, կխոսեմ նրանց հետ, ամեն ինչ կպատմեմ։ Չեմ մտածի ոչ մեկի մասին, ես հոգնել եմ բոլորին փրկելուց, ինձ զոհելուց։ Չեմ մտածի պապայի մասին, չեմ մտածի, թե վրամը հետո ինչ կանի։ Դու էր չէ նոր ինձ ասում։ Պիտի քո մասին մտածես։ Ես էլ որոշել եմ հետևել խորհրդիդ, հենց տենց էլ կանեմ։ Կկտրեմ կապերս բոլորի հետ։ Դուրս կգամ այդ տնից։ Ու ոչ մեկ չի իմանա ինչ է կատարվում ու ինչ վիճակում եմ։ Հետո Հետո հանգիստ իմ համար կապրեմ, առանց խելագարվելու։ Ու պարզել չի, թե այս ամեն ինչը ինչի համար է։ Այնքան հեշտ ես ասում կգնամ ու բոլոր կապերս կկտրեմ։ Նարը, եթե հիմա ոտք ու ձեռքդ կապված է, հաշվի առ, որ մենակության մեջ այդ պարանը վզիտ է փաթաթվելու ու խեղդի քեզ։ Դու մենակության մասին այնքան ռոմանտիկ պատկերացումներ ունես, ու ես ցավում եմ դրա համար։ Ես ուղղակի տանջվում եմ, էլ չեմ դիմանում, հորքուր հասկացի ինձ։ Իսկ դիմանալու ես, երբ Արմոն բարկությամբ լցված ասի, թե ով է իրականում սպանել Հայկի հորը։ Հայկն էլ վրեժ խնդիր լինի ու սպանի քո հորը։ Վրամն էլ վրեժ լուծի ու սպանի կամ Հայկին կամ Միքոին։ Դու պատկերացնում ես այդ ամենը։ Ինչ կլինի Սոնայի հետ, ինչ կլինի Անիկի հետ։ Հա, ես իրականում Անիկին չեմ ներում, բայց ինքն արդեն որդի է կորցրել։ Դու պատկերացնում ես, եթե որդու կորստին գումարվի նաև
Սաքոյի կամ վրամի կորուստը։ Նարը մինչև երբ ես մենակ մնալու։ Մի օր վերադառնալու ես, չէ՞։ Դու դիմանալու ես այն ամենին, ինչը տեսնելու ես քո վերադարձից հետո։ Արքուր ախր ես չեմ հասկանում ինչի է այս ծանրությունը մենակ իմ ուսերին։ Դու հասկանում ես ես իմ հոգու համար ինչքան ծանր բեռ է։ Ես էլ չեմ դիմանում, խելագարվում եմ։ Նարե, մենք հասկանում ենք այդ ամենը։ Մենք ուզում ենք քեզ օգնել, բայց դու թույլ չես տալիս։ Այն ինչ առաջարկում էի քեզ հենց այնպես չէր։ Հիմա մենք պարտավոր ենք բոլոր քայլերից առաջ երկար կշռադատել ու մտածել։ Հաճախ էմոցիաները ամենասխալ խորհրդատուն են որոշում կայացնելու ճանապարհին, Նարե։ Ես կգժվեմ ուղղակի։ Նարե, ամեն ինչ լավ է լինելու, լսում ես։ Ես քեզ հետ եմ։ Ինչեր ես խոսում այդ տղա։ Դու հասկանում ես ինչեր ես դուրս տալիս։ Հաշիվ տալիս ես քեզ խոսելուց առաջ։ Իսկ ինչն եմ սխալ ասում, հա։ Ձնդ կտրի։ Ես վրամ համբերություն ունեմ։ Դու քեզ մի պահի ինձ ոնց որ պետք չի։ Թե չէ կմոռանամ որտեղ ենք ու դու էլ ինչ տարիքում ես կառնեմ ոտքերիս տակ։ Ես երբեք չէի մտածի, որ կարող եմ մի օր հետդ այս ձևով խոսամ, բայց հիմա մեր երկուսի մեջից ամաչողը դու պիտի լինես։ Ամբողջ կյանքում գլուխս բարձր հպարտ-հպարտման եմ եկել, որովհետև Ադամյան Սաքոյի տղեն եմ։ Իսկ հիմա ամաչում եմ, որ քո հետ կապում եմ։ Այս Աշոտի դեպքերն էլ որ իմացա, շոկի մեջ էի, չգիտեի ինչ մտածեմ։ Անընդհատ ինքս իմ մեջ ինչ-որ արդարացումներ էի ման գալիս։ Ուզում էի արդարացնել մի բան, որը հնարավոր չի արդարացնել, անհնար է։ Չնայած ինչ եմ խոսում։ Դու քո սեփական աղջկան չես խնայում։ Էլ ինչ Աշոտ, ինչ քաջիկ։ Ինչեր ես դուրս տալիս հիմար։ Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Ինչ ես 1000 տարվա մեռելներին բերում խառնում ես թեմային։ Բոլորին կապող օղակը այս ամեն ինչի մեջ դու ես։ Քո փառամոլությունն ու քո էգոիզմն է։ Ես չեմ ուզում քեզ լսել։ Ընդհանրապես ցանկություն չունեմ։ Կորի աչքիցս գնա։ Ոչ ես, ոչ էլ դու, այս սենյակից դուրս չենք գալու, մինչև որ չլսես ինձ։ Արմո, էլի դու, Նարին դեռ չի եկել։ Գիտեմ, այդ արդեն հասկանալի էր։ Ոչինչ չէ, որ ես այստեղ սպասեմ։ Բայց ոչ Վրամն ա տանը, ոչ Սաքոն։ Ես քեզ չեմ խանգարի։ Սուրճ կամ թեյ կուզես։ Չէ, ոչ մի բան։ Անեկդոտ եմ։ Ասա։ Նարեի իրերը դասավորեց, հա։ Չգիտեմ, բայց ինչ իրեր։ Ես վաղը Նարեին տանում եմ իմ տուն։ Ուր ես տանում։ Իմ տուն։ Մեկը արդեն այնքան լավ է, որ կարողանում է մի քանի ժամով տանից դուրս գա։ Չէ, բայց տենց չի լինի, սխալ է տենց, Արմո։ Ու այդ հարցը այդքան արագ չեն լուծում։ Արագ։ Այս հարցը մի բան էլ ուշացրել ենք։ Ամեն դեպքում Վրամի ու Սաքոյի հետ պիտի խոսես։ Ամեն դեպքում այս հարցը չի քննարկվում։ Նարեն վաղի իմ հետ է գալիս ու վերջ։ Ես չգիտեմ Վրամի ինչ կասի, բայց վստահ եմ, որ ձյաձակոն համաձայն է։ Արմոն ինչ ասում է քո համար ճիշտ է։ Չես էլ քննարկում։ Երբ որ Արմոնն Նարեի հետ մտավ տուն ու այդ աբսուրդ հայտարարությունը արեցին, բայց չզարմացար։
Իհարկե չզարմացար։ Մի անգամ խոսել ես աղջկադ հետ, հա։ Մի անգամ մտել ես աղջկադ սենյակ տենաս ոնց հա։ Իհարկե չես մտել, որովհետև այդքան երես չունես։ Դե ավակի քեզ, Գիտես ինչ ցավ է իմ համար, որ հերս ով այսքան տարի իմ համար հեղինակություն է եղել։ Հիմա ոչ մի արժեք չունի։ Ես ձենս բարձրացնում եմ քո վրա ու այսքան վատ չեմ զգում ինձ։ Չէ, ավելի ճիշտ վատ զգում եմ, բայց ոչ թե նրա համար, որ այս ձևով եմ հետդ խոսում, այլ քո արածների համար եմ ինձ վատ զգում։ Բայց ուրիշ տարբերակ չկա։ Էլ ինչ մեղք մնաց։ Ասա, ազատ արտահայտվի։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեցիր ինձ։ Կա էլի, հա? Այ, վրամ, բայ։ Եթե Նարեն ու Արմոն ամուսնանում են ու ես չեմ առարկում, դա դեռ չի նշանակում, որ քո արտաբերած մտքի հետ համաձայն եմ ես։ Ինչ գործարքի մասին է խոսքը այդ տղա։ Ինչեր ես դուրս տալիս, ինչեր ես խոսում ընդհանրապես։ Ճիշտ է։ Արմոյի հետ ոչ մի պայմանավորվածություն չունես։ Աշոտին էլ դու չես սպանել։ Քաջիկին էլ չես հասցրել մահվան, չէ։ Լակոտ, ես ինչ կապ ունեմ այդ ամեն ինչի հետ։ Ինչեր ես դուրս տալիս, ինչ կապ ունեմ ես Քաջիկի մահվան հետ։ Քաջիկը ընկերս է, մոռանում ես։ Աշոտն էլ էր ընկերդ։ Նարեն էլ է աղջիկդ։ Հեն սխալ եմ։ Այդ նամակը դու ես կողացել, չէ, պապա։ Դե խոսա, մի բան հորինի, սպասում եմ։ Ինչի ես ամեն ինչ հասցրել ես օրվան, հա։ Ինչի ես հասցրել նրան, որ ես սենց խոսամ քո հետ ու ինձ վատ չզգամ։ Ես ինձ մենակ վատ եմ զգում դրա համար, որ դու այդքան բան ես արել։ Ինչի համար, պապա։ Դու որտեղից գիտես այդ նամակի մասին։ Հա, քեզ ով է ասել։ Այդ Կարևոր չի թե ով է ասել։ Կարևորը այն է, որ չես էլ հերքում։ Նար ինչի չես պատասխանում։ Սոնան է զանգում։ Երևի տանը բոլորը արդեն խառնվել են իրար, պատկերացնում եմ ինչա կատարվում։ Վստահում ես Սոնային։ Հորքուր այդ տանը ես մենակ Սոնային եմ վստահում։ Ալո։ Նարե ուր ես։ Ինչ ա եղել, ձայնից շատ անհանգիստ է։ Արմոն քանի անգամ եկել է, որ դու տանը չես, հիմա էստեղ ա ինքը ու շատ լարված է։ Հա, ես պատկերացնում եմ ինչ վիճակում է, 1000 անգամ զանգել է չեմ պատասխանել։ Նարը մենք այսպես չենք պայմանավորվել, դու պետքա տանը լինեիր, պետքա հիվանդ ձևանայիր, իսկ ոչ ոք չէր որոշել, որ դու պետքա տնից դուրս գաս ու ժամերով կորես։ Գոնե գիտես, թե Արմոն ինչ ա հայտարարել հենց նոր։ Ինչ ա ասել։ Ասել է, որ վաղը քեզ իրա տուն ա տանում, ու այնքան չարացած ա, որ մամադ ոչ մի բան չկարողացավ ասել։
Նարե, խնդրում եմ տուն արի, մենք պետքա մի բան մտածենք։ Հեսա պապատո վռամն էլ կգան, ու այս ամեն ինչից լավ հոտ չի գալիս։ Արմուն շատ վճռական է։ Լավ, Ինչ ա եղել։ այն ինչից վախենում էի։ Արմուն հայտարարել է, որ վաղը ինձ տանելու է։ Ասում էի, չէ, որ հաստատ մի բան մտածել է։ Ու հիմա Արմենին ոչ մի բան չի կանգնեցնի։ Լավ։ Չհուսահատվես, հիմա լսի, թե ինչ ենք անելու։ Մի փոքր բարձրացնում ես, միջև ես չես իջացնում, փորձ իջացրա։ Всё, բարձրացնում։ Ապես։ Շատ լավ, ապես։ Ես զարմանում եմ, ոնց կարան ասել, որ մարզելը օգուտ չի տալիս։ Մանավանդ, որ սենց անհատական վերաբերմունք է ցուցաբերում։ Իսկ ճիշտ է, եթե ես նոր եմ փաթեթս վերցրել, ունեմ հնարավորություն երկու անհատական մարզում անվճար օգտվել։ Այո, իհարկե ճիշտ է։ Հա, ինչ լավ է, սենց լավ բան չկա, ուղղակի երաշք։ Դե դու սկսի, ես հեսա կմոտենամ։ Սոն, ինչ կա, ես համարյա վերջացնում եմ, դու երբ կլինես տեղում, երբ հանդիպենք։ Լիլ կներես, ինձ ենքան վատ եմ զգում, բայց հիմա իրոք չեմ կարողանում գալ։ Սկսվեց։ Սոն, լավ էլի, ախր բան էինք պայմանավորվել, խոստացել էիր։ Գիտեմ, ուղղակի չնախատեսված գործեր եղան, բայց խոստանում եմ, որ վաղն անպայման մի բան կանեմ ու կտեսնենք իրար։ Ես պետքա պարզեմ այս աղջկա կյանքում ինչ ա կատարվում։ Մի խոսքով քերի։ Այս վերջին օրերին Հայկին ընդհանրապես ոնց որ չճանաչեմ։ Նենց բաներ է ասում ու անում, որ ընդհանրապես իրան նման չի։ Քերի մեկ-մեկ նայում եմ, բառ չեմ գտնում ասելու։ Հա, ինքն դժվարություններ տեսել է։ Նենց չի, որ նորա տեսնում, որ դրանից է փոխված լինի։ Բայց այն ժամանակ խիղճը կար։ Իսկ հիմա չգիտեմ, չեմ հասկանում քերի։ Անունը տվեցինք եկավ։ Ինչ իմացարեք։ Արմոնա։ Խաչիկն էլ այդ Արմոյի անունը տվեց։ Էլի այդ տղու մոտ ես գնացել։ 1000 անգամ ասեց, իրանից հեռու մնանք։ Հիմա որ մեր պատճառով բան եղավ, ով է պատասխան տալու։ Միքո ինձ չի հետաքրքրում։ Ինձ այդ անունն էր պետք իմանալ ու իմացա։ Չէ, ես էլ բան չեմ ասում։ Քերի դու ասա։ Այդ խաչիկի մեղքը ո՞րն է, որ ուզել է օգնի մեզ։ Հիմա այդ կրակն է անգե Հայկի ձեռը։ Այդ տղեն 1000 անգամ ասեց, որ ընտանիքը վտանգի տակ է։ Բայց ոնց որ քո համար մեկ է, հա, Հայկո։ Ասում եմ ինձ չի հետաքրքրում։ Կրկնում եմ Միքո։ Ինձ ինչ պետք էր, արդեն իմացա։ Իսկ քո համար զարմանալի չի։ Այդ տղուն այդ ինֆորմացիան որտեղից։ Չէ, կարևորը ունի։ Լսի, ինձ թվում է, քեզ մենակ մի բանն է պետք իմանալ, Արմոյի անունը, ուրիշ բան չես ուզում լսես։ Իմ համար կարևոր է, որ իմանամ Վարոյի մահվան պատճառը ու լսեմ մեղավորի իսկական անունը։ Իսկ ես արդեն այդ գիտեմ։ Իսկ ինչ վերաբերվում է քեզ, Միքո, հերիք է բարի կամքի դեսպան խաղաս։ Այսօր ինչքան լավն ես լինում, այդքան վատ է լինում ամեն ինչ։
Արմո, ամեն դեպքում կուզես թեյ կամ սուրճ բերեմ։ Չէ, անեկդոտա։ Բայց վերջապես եկար, ուր էիր։ Ախր այդքան էլ լավ չէիր։ Ինչի։ Շատ էլ լավ անեկդոտա։ Նարեին ինչ է եղել, որ։ Մամ, այնքան եմ մրսում, որ խնդրեմ թեյ կտաս։ Ոյ, դե ապրես։ Հազիվ սկսել էիր լավանալ, հենց այդ ժամանակ պիտի դուրս գայիր։ Ուր էիր գնացել։ Իմ նախկին ատելյեի տարածքում է, ուղղակի քայլում էի։ Չեմ էլ նկատել ժամանակը ոնց է անցել, բայց իսկապես սխալ որոշում էր, որովհետև հիմա ինձ շատ ավելի թույլ եմ զգում։ Լավ, դու գնա քո սենյակ, ես հեսա թեյը կբերեմ։ Մի րոպե։ Մտածում ես այտենց խորամանկ աղջիկ ես, հա Նարե։ Ես էլ շատ միամիտ եմ հավատացի քեզ։ Ես ի վիճակի չեմ հետդ վիճելու։ Դու դիտավորյալ ես դուրս եկել։ Զգացել ես, որ ապակինվում ես ու դուրս ես եկել։ Ոչ մի բան ինձ չի խանգարի, Նարե, մենք ամուսնանալու ենք։ Եթե չես ուզում հարսանիք, ուրեմն ավելի լավ չի լինի հարսանիք։ Դու վաղը իմ տուն ես գալիս։ Կլինի ինձ հանգիստ թողես ու գնաս տեղից։ Ես թքած ունեմ, թե դու ինչ վիճակում ես։ Դու վաղը իմ տուն ես գալիս ու վերջ։ Եթե մի քիչ էլ երկարացնես, հենց այսօր ես գալու։ Շատ անտանելի ես։ Անտանելի եմ, զզվելի եմ, գիտեմ, բայց մեկա դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Բալես, դեռս տեղ ես, ինչի չես բարձացել սենյակ։ Անեկդոտա, այսօր ձեր տանը տեղ կլինի, չէ՞ որ մնամ։ Չեմ ուզում Նարեին այս վատ վիճակում թողնեմ։ Չհասկացա։ Ես այս տանը մենակ չեմ։ Ես մնում եմ։ Սոնա, դու Վրամից լուր ունես, խոսել ես հետը։ Չէ, չգիտեմ։ Այսինքն չգիտես ուր է ամուսինդ։ Չէ, չեմ խոսել, ինչ որ բան է եղել։ Ուղղակի անհանգիստ եմ, զանգում եմ Սաքոին չի պատասխանում։ Չգիտեմ, կարող է Վրամի հետ է։ Ես հեսա կզանգեմ։ Չէ, պետք չի։ Առանց իմացելու դու ինքդ պիտի զանգեիր ամուսնուդ։ Իսկ իմ երախուն ես ինքս կզանգեմ։ Քո միջնորդությունը պետք չի։ Արման պապա այդ աշխատասենյակում է։ Գիտեմ, որոշել այսօր տեղ մնա։ Ինչի համար։ Որ հանկարծ ես ինչ-որ նոր բան չմտածեմ ու չխափանեմ իր պլանները։ Այդ տղան ավելի անտանելի է, քան ես պատկերացնում էի։ Սոնլեսի շատ կարևոր բան ունեմ հետդ խոսալու, ու եթե դու կարողանաս ինձ օգնել, լավ կլինի, որովհետև այս մեր վերջին հնարավորությունն է։ Ասա, լսում եմ։ Վրամ, ես էլ քեզ եմ զանգում։ Մենակ ես եկել։ Հա, ինչի։ Վրամ, պապատ տանը չի, անհանգստությունից տեղս չեմ գտնում։ Ոչինչ կգա։ Ոնց թե ոչինչ, ասում եմ հերդ տանը չի, քանի ժամ է իրան չեմ գտնում։ Հասկացանք, մամա, երեխա չի կգա։ Վրամ, խնդրում եմ, գնա օֆիս տես սնդեղա թե չէ։ Մի բան եղած չլինի, կամ էլ վատացած չլինի։ Ինչ ես տենց նայում, հիմա լավ կլինի, որ այդ հարցով Արմոյին դիմեմ։ Դու ես մեր տղեն, դրա համար էլ քեզ եմ ասում, դու չես անհանգստանում օրդ համար։
Էլի Արմո մամա։ Դու հələ ստեղ ես։ Ինչ է եղել անեկդոտը։ Ինչ էիր ասում ձյաձակոյի մասին։ Հետ զգացիր, որ գտնվելու առիթ կա մի անգամից հայտնվեցիր, չէ։ Վրան վերջացրու։ Արմո, զանգում եմ Սաքոյին, քանի ժամ է չկա, զանգերից չի պատասխանում։ Խնդրում եմ գնա օֆիս տես ընդեղ է, թե չէ, կամ զանգի ինչ-որ մեկին օֆիսից տես տեղեկություն ունեն։ Օֆիսում մարդ չկա, պահակներն են։ Ես հիմա կգնամ, դու հանգիստ ես։ Չես գնում Արմոյի հետ։ Չէ։ Վրամ ինչ է կատարվում։ Հորդ մասին է խոսքը գնում։ Մամ, լավ էլի ոչ մի բառ մի ասա։ Հազիվ եմ ես տան դուռը բացում, որ ներս մտնեմ։ Ոչ մի բառ չեմ ուզում լսեմ։ Նարեն լավ չի։ Ինչ է եղել։ Ջերմությունը բարձրացել է, ցնցումների մեջ է։ Նարի ջան, բալես էլի լավ չես, ինչ է եղել։ Նարե ջերմաչափը ինձ կտաս։ Ինչքան է, դուր տեսնեմ։ 40 է, մեզ մենակ ես էր պակաս։ Բայց արդեն լավ չէր, ոնց սենց մի անգամից վատացավ։ Որովհետև դուրս ա եկել ու մրսել ա էլի։ Ես հեսա շտապ օգնություն կզանգեմ։ Ես արդեն զանգել եմ։ Ժամանակն է։ Էս ինչ ես անում։ Ասում եմ, ինչ ես անում, Հայկո։ Ինչ ես քերրի զենքը վերցրել։ Հիմա եթե պիտի գլխիս սկսես ճառեր կարդալ, ասեմ, որ դրա ժամանակը չունեմ ես։ Ոչ էլ հավեսը։ Գնա գործերով զբաղվի։ Հայկո։ Դու խելքդ լրիվ ես թերցրել։ Դու մտածում ես խոսալուց առաջ։ Եկել էստեղ զենք ես վերցնում, ինձ ասում ես գնա քո համար։ Ցածր խոսա։ Հայկո ուր ես գնում։ Ու ինչի համար։ Միքո ջան, քո գործը չի գնային կոմ դիմացիցս։ Արմի մոտ ես գնում։ Արդեն շատ հարցեր ես տալիս ու այդ իմ դուրը հեչ չի գալիս, ասում եմ այն կողմ գնա դիմացիցս։ Ոչինչ։ Իմ դուրն է շատ բաներ չեն գալիս։ Հիմա հարցիս պատասխանի։ Արմոյի մոտ ես գնում։ Մի հատ շնչեք։ Մի հատ խորնոլից շնչեք։ Շունչը պահեք։ Բաց թողեք։ Նարե ասա ինչա պետք անել։ Արմոյից ազատվելու ընդամենը երկու տարբերակ կա։ Կամ պիտի ես կանգնեմ բոլորին ասեմ, թե ինչ է եղել ու Աստված գիտի դրանից հետո ինչ կլինի, կամ պետքա փորձենք էլի ժամանակ ձգձգել։ Նարե, Սոն, խնդրում եմ հարցեր մի տու, ուղղակի լսի ինձ, որ հասկանան կկարողանաս ինձ օգնել, թե չէ։ Հետո հարցերիդ կպատասխանեմ։ լավ ինձ ասա ինչա պետք անել։ Դու ծանոթ բժիշկ ունես, չէ։ Մի րոպե, ոնց որ թե հասկանում եմ ինչա պետք։
քեզ կեղծ բժշկական եզրակացություն է պետք։ Հա, ու ինձ պետք է, որ ես այսօր շտապ հիվանդանոց տեղափոխվեմ։ Հորքուրը մեզ կօգնի։ Ես հասկանում եմ, ես ինքս էլ եմ սարսափում այս մտքից, բայց հորքուրը ամեն ինչ կկազմակերպի, ես իր գաղափարն է։ Այն ինչ մտածել ես Նարե շատ վտանգավոր է։ Գիտեմ, Բայց պետք չի, հասկանում եմ, որ մի բան պետք է անել։ Նարե, ես մի լավ ընկերուհի ունեմ ուսանողական տարիներից, ինքը հիմա հիվանդանոցում գլխավոր բուժքույր է։ Իրեն կասեմ, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բան կստացվի։ Դեպի հիվանդանոց գնացող ճանապարհը հորքուրը կկազմակերպի, մեզ կօգնի, մեզ ուղղակի հիվանդանոցում բժիշկ է պետք։ Վերջ փակեք։ Քանի օր է ջերմում։ Արդեն 4-րդ օրն է, ճիշտ ասած արդեն սկսել էր կազդուրվել, բայց տաքությունը էլի բարձրացավ, այն էլ այսքան բարձր։ Վիճակը բավականին բարդացած է, վիրուսը գումարած մրսածությունը, թոքերը մաքուր չեն, զգալիորեն նկատվում է թոքաբորբ, բայց ավելի տեսանելի արդյունք իմանալու համար պետք է անհապաղ դիմել բժշկական հետազոտությունների։ Պարզ է։ Իսկ չենք կարա մի օր էլ սպասենք, հետո նոր տանենք անալիզների։ Ինձ թվում է պետքա դիմել ուրիշ մասնագետի էլ։ Բալես, դու մի մտածի, վաղ առավոտյան կգնանք հիվանդանոց ու ես կգտնեմ ամենալավ բժիշկներին, որ դու արագ ոտքի կանգնես։ Դուք ինձ սխալ հասկացաք, Նարեի ներկայիս վիճակն ու ախտորոշված հիվանդությունները թույլ չեն տա սպասել մինչև առավոտյան, պետք է անհապաղ Նարեին հասցնել հիվանդանոց։ Այսինքն մենք չենք կարող սպասել մինչև առավոտ։ Ոչ, առանց այդ էլ ուշացրել եք ու ինքնաբուժությամբ վատացրել հիվանդի վիճակը։ Աստված ինձ չի պատկերացնում, որ վիճակը այսքան բարդ է։ Դե բա ելում ենք սպասում, իջնեմ մեքենան տաքացնեմ, հենց հիմա էլ տանենք հիվանդանոց։ Ես Նարեի իրերը կհավաքեմ։ Ես էլ գնամ Սաքոին զանգեմ։ Բոլորը գնացին։ Եթե լալան չլիներ, ես երբեք սենց բան չէի անի։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Հուսամ ինչ-որ բանով կարողացա ձեզ օգնել։ Ավելի քան օգնել եք, ես ձեզ կճանապարհեմ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Ձեզ Սաքո, լավ չես գում քեզ, կարող է հիվանդանոց գնանք։ Չէ արմու, ամեն ինչ նորմալ է։ Ինչի ես եկել։ Անեկդոտաներ է հանգստացել, զանգում էր չես պատասխանում։ Վրամին ասեց վրամը չեկավ, բայց դե ես էլ չէի կարա չգայի, ասացի գամ տեսնեմ ոնց ես, ինչ է եղել։ Վրամը։ Ճիշտն ասած ես էլ չհասկացա, թե ինչի չեկավ վրամը, բայց դե դու լավ գիտես, թե ես ինչքան եմ քեզ հարգում, չէի կարա քեզ մենակ թողեի, հատկապես գիտեմ, որ լավ չես։ Արմո, ախպոր պես ինձ մենակ թող։ Բայց Արմո, ինչ կլինի, գնա ինձ մենակ թող, ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է։ գոնե անեկդոտային զանգի, այդ կինը անհանգստանում է, թե չէ ինքը կգա կհասնի օֆիս։ Ուրա հեռախոսս։ Այ աստված իմ, ես ինչքան էլ է զանգել։ Հա, ձեզ Սաքո, շատ է զանգել, բայց մենք ուրիշ բան էլ պետք է խոսենք, իմ ու Նարեի մասին։
Այսօր ուղղակի չհարմարվեց, որ տեսնվենք։ Ես կարևոր բան եմ որոշել։ Ինչ ես որոշել Արմո։ Չես զանգում Տիկին Անիկին։ Արմո, ասում եմ ինչ ես որոշել։ Որոշել եմ, որ վաղվանից ես ու Նարեն միասին ենք ապրելու։ Ու տեղափոխվելու է իմ տուն Նարեն։ Չհասկացա։ Նորից։ Ձյացակո, մինչև դու քո կարծիքը կասես, խնդրում եմ ինձ լսի։ Ես հասկանում եմ, որ այս որոշումը քեզ դուր չի գալու, բայց ուղղակի էլ աղջիկդ ինձ այլ ընտրանք չի թողնում։ Ու այլ տարբերակ չկա։ Նարեն ոնց որ թե արդեն լավ է, ու ես չեմ ուզում ժամանակ կորցնենք։ Հարսանիքի երեկույթ ես ուզում, կկազմակերպենք, բայց վաղվանից ես ու Նարեն պետք է գնանք իմ տուն։ Արմո, քեզ չի թվում, որ դա մենակ քո որոշելունը չի։ Մի քիչ շատ չես վերցնում վրետ։ Այդ հարցը տղա դեռ պիտի քննարկենք, դեռ պիտի խոսենք, դեռ պիտի համաձայնեցնենք։ Գիտեմ, ձյաձ Սաքո, շատ լավ գիտեմ, որ մենակ ին որոշելունը չի։ Բայց ինչ ես կարծում, եթե լուրջ պատճառ չունենայի ես նման բան կասեի։ Ինչա քեզ թվում է ես չեմ ուզում, որ հարսանիք լինի։ Բայց աղջիկդ այլ ընտրանք ինձ չի թողնում։